Լացից չտեղվիս, տեղը ճիշտ է 18-ամյա հրայրն է, մայրիկին փաթաթված խոսք է տալիս լավ ծառայել, պատվով վերադառնալ տուն։ 2026 թվականի ձմեռային առաջին զորակոչի խումբն է։ Համարվա ծնունդ է, գիտեր, որ բանակ տանելու իր հերթը ձմռանն է գալու, 18 ամսվա ծառայության ժամկետով։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է, ուսման մասին ժամանակավոր, 1 տարի 6 ամիս կմոռանա, բայց անպայման վերադառնալուց հետո կշարունակի։ Ես ուրախ կեշտամ, որով կեշտամ իմ հայրենիքս պաշտպանելու։ Մենացած ցաղին էլ ցանկանամ կը բարով խերով կան հասնի տուն։ Սուրբ ամենափրկիչ եկեղեցու բակում բարձր տրամադրություն էր իշխում։ Նորակոչիկ տղաների երգն ու պարը աշխուժություն էր բերել բոլորին։ Նրանք ուրախ էին, ժպիտով, որ ծնողներին, քույրերին, սիրած աղջիկներին հուզվելու առիթներ չտային։ Բանակի քեֆ ուրախությունը տնից տեղափոխել էին Սուրբ ամենափրկչի բակ։ Բանակ են գնում կոփվելու, կամքի ուժ ձեռք բերելու, կյանքի մեծ փորձով վերադառնալու համար։ Մի նոր կյանք ու դաս են առնելու, մտածումների հետ նրանք ունեն վճռականություն։ Սա պարտադիր կոչում է, ճանապարհ, որ պետք է անցնեն պատվով։ Բանակը բոլորիս պետք է կոփվելու ամենակարևորը, ինչքան բոլորը տղամարդ դառնալու համար բոլորիս պետք է էլի։ Մեր հայրենիքի մեր տարածքները եշտանք պաշտպանենք, մեր ծնողների համար կեշտանք։ Վերգու աղբերներս ծառայել են, նոր վաբշե խնդիր չկան ձի համար։ Լավ կեշտանք, լավ է կուկանք էլի։ 18 ամիս ժամկետով ծառայության համարել են ուրախ, ասում են ակնթարթի նման կանցնի կգնա, բայց եւ 2 տարի անտրտունջ ծառայությանն էլ էին պատրաստ, ինչպես իրենցից ավակները, որոնք շուտով վերադառնալու են 2 տարի ծառայած։ 6 ամիս քիչ ծառայելու փաստից ուրախացողներն ավելի շատ ծնողներն են, սպասման օրերն են կարճանում։ Շատ ուրախ եմ, 6 ամիսը քիչ չի ծնողի համար։ Դա մեծ նշանակություն ունի։ 6 ամիսը բավական լուրջ թիվ է։ Ու ես կհուսամ, ու ես վստահ եմ, որ շատ լավ, բոլորը գովում են ծառայության ընթացքը շատ լավ է։ Ես գիտեմ, որ ինքը շատ լավ կծառայի, լավ է կվերադառնա։ Ուրախություն կա, որ մեր 6 ամիս կոնե քիչ կեղնի, բայց էլի չեմ կնասեմ որպես մեր։ Կարևորն է ամփորձանք կան կապ չուն տարուկես թե 2 տարի։ Մարդկա 5 տարի կծառայի, կարևոր ամփորձանք կհասնի։ Ծնողների, հարազատների ու սիրելիների թաց աչքերն ու դեռ չճանապարհած կարոտով հայացքները այդ պահերին դառնում են օրհնանք ու մաղթանք 18 տարեկան տղաների համար։ Սուրբ ամենափրկիչ եկեղեցում բոլորը քահանայի աղոթքն ու օրհնանքն են ստանում, մտքում պահած մեծ ցանկություն է՝ խաղաղ օրեր ու երկինք հայրենիքին։ Հայկական, ավանդական, արիական, Սասնա Քոչարիներ ու Դխոլ Զուռնան, որը ճանապարհից առաջ հնչեց, շուրջպարին միացան նաև նորակոչիկները։ Նորակոչիկների ժպիտները, վերջին պահերին արած հումորները, լուսանկարները, ամուր գրկախառնությունները լավագույն անջնջելի պահերը կմնան մինչև վերադարձ։ Անվանական չէ, միմյանց բարի ճանապարհ ասելու բաժանումի վերջին պահն է։ Դեպի կենտրոնական զինվորական հավաքակայան Գյումրիից մեկնեց նորակոչիկների առաջին խումբը։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն,